Ղեկավար Անաստաս Իսրայելյանի հետ։ Պարոն Իսրայելյան, բազմաթիվ ակցիաների առաջնագծում եք, կոնկրետ այս միջադեպով քննչական կոմիտեում եք որ պահանջով, ինչ պահանջով։ Եկել ենք արդարության հետևից, որովհետև այսօրվա իրավիճակում մենք հետևելով իշխանության կողմից անգործություն, անպիտանիությունը ուզում ենք հասկանանք իրավական պաշտպանները ծառայում են մի մարդու համար, թե ծառայում են ժողովրդի համար, որովհետև այդ երեխու, այդ կերպարը, այդ հերոս երեխու, տենց ասեմ, Արցախից այդ ծանր ժամանակ, այդ ծանր բանից հետևանքներով եկած գոյատևելով ստեղ իրանց մի ձևի կարգավիճակը գոյատևելու համար վերցնում են այդ մարդկանց նկատմամբ մենք էլ ուրիշ ձևակերպով, ուրիշ ձևի են ուզում պատժեն։ Ասելիքս ինչ է, այսօրվա իրավիճակը թե արցախցիները, թե հայաբնակ ժողովրդից, թե մայր Հայաստանում գտնվելու, մենք մի ցավի շուրջ ենք, մենք մի խնդրի առաջ ենք կանգնած։ Մենք միջև այդ արդարությունը չվերականգնենք, մենք չենք կարողելու նորմալ առողջ հասարակություն ձևավորենք, մենք չենք կարողելու նորմալ առողջ հիմքեր ձևավորենք հայ ապրելու իրավունք ունենալու կամ հայ լինելու իրավունքի համար։ Ստեղ մնալու ենք մինչև այնքան խոսքի, մինչև այդ նիգադյայները, այդ սրիկանները, ով այդ երեխու նկատմամբ ինչ-որ գործողությունները, անօրեն գործողություններ են իրականացրել, չպատժվեն։ Մենք այս շենքի առաջ կանգնած, մենք պահանջում ենք, պահանջով ենք եկել ստեղ, մենք ուզում ենք տենանք երկրում օրենք աշխատում է, թե չէ։ Եթե օրենք կա, ուրեմն պիտի բոլորի համար հավասար լինի։ Եթե օրենք չկա, ուրեմն նորից եմ ասում, այս համակարգները ծառայում են մի մարդու, այն մարդու, ով Արցախը կործանել է, այն մարդու, ում օրոք այս ժողովուրդը եկել հասել են այս իրավիճակին, այս կարգավիճակին։ Շնորհակալություն, պարոն Իսրայելյան։